Նախիջևանը ոնց է ընդհանրապես անցել Ադրբեջանին։ Նա չի եղել Ադրբեջանի մաս։ Մոսկվայի Կարսի պայմանագրերով Նախիջևանը տրվել է Ադրբեջանին որպես պրոտեկտորատ։ Ու ինչի է տրվել որպես պրոտեկտորատ, ընդ որում առանց երրորդ անձանց երրորդ կողմի փոխանցելու իրավունքի, որովհետև այդտեղ կար ահռելի քանակի հայկական բնակչություն եւ հայկական մշակութային ժառանգություն։ Էթնիկ զտումը եղավ, այդ մարդկանց վտարեցին։ Պարզ օրինակ Նոր Ջուղայի օրինակը համեմատաբար ավելի թանկ է, բայց ոչ թարմա, բայց ոչնչացրեցին իրենք մեր պատմամշակութային կոթողները։ Ես չեմ ուզում մանրակրկիտ անդրադառնամ, թե ինչ կոնվենցիաների 1954 թվականի կոնվենցիան Հաագայի եւ այլ այդ կոնվենցիաների խախտումները։ Սա դասական էթնիկ զտման օրինակ է։ Ընդ որում, եթե մենք հաշվի առնենք, որ հենց Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացումը եղել է խաղաղ ժամանակ, էլ ավելի շատ է սա ընկնում դասական ցեղասպանության բնորոշման տակ։ Այսինքն Ալիևյան ռեժիմը ու Ադրբեջանը ոչնչացնում է հենց այն հիմքը, որով Կարսի ու Մոսկվայի պայմանագրով որպես պրոտեկտորատ իրեն է տրվել Նախիջևանը։ Բացի այդ, իրենց սահմանադրության մեջ ամրագրված է Նախիջևանի ինքնավարությունը, որ իր խորհրդարանը ունի, իր ինստիտուտները, բայց վերջին շրջանում Իլհամ Ալիևը ոչնչացրել է անկախությունը իրենց մաքսային ծառայության եւ իրենց ազգային անվտանգության էկվիվալենտ ծառայության անկախությունը ու դարձրել է ընդհանուր Ադրբեջանի համապատասխան կառույցների ստորաբաժանումներ։ Այո, եւ նշանակեց իր լիազոր ներկայացուցիչին։ Նշանակել է նախագահի ներկայացուցիչ։ Այո, իրեն։ Ու այդ ներկայացուցիչը նենց լայն լիազորություններ ունի, որ փաստացի տեղի ինստիտուտները ենթարկվում են նրան։ Այսինքն դասական առումով դե յուրե ինքը պահպանում է այդ ինքնավարությունը, բայց միևնույն ժամանակ ենթարկվում է դե ֆակտո տեղի ունենում իշխանության ուզուրպացիա եւ փաստացի ենթարկում է կենտրոնին։ Դե մենք գիտենք, որ ավտորիտար անգամ տոտալիտար պետություն է Ադրբեջանը, դասական իշխանության պերսոնիֆիկացիա է ու կլանային գնում է։ Դա գիտենք։ Հիմա հարց կա, ավտոնոմիան ինքը պահում է Նախիջևանի հարցում, գոնե դե յուրե, իսկ Արցախի հարցում ավտոնոմիան իսպառ բացակայում է։ Դու չես կարող այդպես տարբերակված մոտեցում ունենաս իրավական էլեմենտների նկատմամբ։